Հայ տոհմիկ բժշկական գերդաստաններից է նաև Ղազարյանների մեծ ընտանիքը, որի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Հայրազադ Գաբրիելի Ղազարյանից։ Նա ծնվել է 1922-ին նախկին Ախտա, ներկայիս Հրազդան քաղաքում։ Գերազանցությամբ ավարտելով բուհը, երիտասարդ բժիշկը նշանակվում է Հայրենի շրջանի առողջապահական համակարգի ղեկավար։ Բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Հայրազադ Ղազարյանն իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ շատ բժիշկների, որոնք ձեռք են բերում կազմակերպական, գիտական մեծ հմտություններ, դառնալով Հայաստանի խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարներ։ 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայրազադ Ղազարյանը ղեկավարում է Հայաստանի սանավիացիան եւ շնորհիվ կազմակերպական մեծ փորձի զգալի ներդրում է ունենում տուժածների կյանքի փրկության գործում։ Պապս եղել է անատոմիայի դասախոս, դասավանդել է երկար տարիներ անատոմիա Երևանի բժշկական համալսարանում, ամբիոնի վարիչ է եղել։ Բժիշկ էր նաև Հայրազադ Ղազարյանի կինը Վանուհի Սերիկը։ Ծնունդով Վանաձորցի խորհրդային Հայաստանի վաստակավոր բժշկուհին գիտությունների թեկնածու էր, Մարգարյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար մանկաբարձ գինեկոլոգ։ Մեծ հայրենականի տարիներին աշխատել է Հրազդանի հիվանդանոցում։ Պատերազմի տարիներին թիկունքում ակտիվ ու լավ աշխատանքի համար արժանացել բազում պարգևների։ Տատս է եղել է ակուշեր գինեկոլոգ, Հայաստանի վաստակավոր բժիշկ։ Բժիշկների ընտանիքի զավակներից որդին Միշիկ Հայրազադի Ղազարյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, անվանի գիտնականը խորհրդային միության պետական մրցանակի դափնեկիր է, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Նշանավոր գիտնականը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների ու գրքերի։ Նրա կինը Արփիկ Աշոտի Հասրատյանը բժշկուհի է, Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիկոս։ Բժիշկ համաճարակաբան Արփիկ Հասրատյանն այժմ աշխատում է Գամալեի անվան գիտահետազոտական ինստիտուտում եւ Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնում։ Հայրս ճիշտ ասած ֆիզիկոս է, պրոֆեսոր, բայց իր երկու ծնողներն բժիշկ էին ու երկու քույրն իր այլի բժիշկ էին։ Այդա Ղազարյանը շատ երկար պաթոֆիզիոլոգիա ամբիոնում դասավանդում էր Երևանի բժշկականի եւ Կարինե Ղազարյանը բիոքիմիայի ամբիոնում էր աշխատում եւ հետո ասպիրանտուրայի բաժինում էր աշխատում։ Հայրազադ Ղազարյանը շարունակում է բժիշկ տատիկ պապիկի ու մայրիկի պատասխանատու գործը։ Նա ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան, գիտական թեզը պաշտպանել է վերերիկամային հորմոնալ ակտիվ ուռուցքների լապարասկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական թեմայով։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, աշխատելով վիրաբուժության բաժանմունքում։ Զգացի, որ այդ լավ մասնագիտություն է, մարդկանց հետ է շատ շփվում, դե եղել է որ պապիկիս հետ, տատիկիս հետ, մորքուների հետ գնացել եմ հիվանդանոց, տեսել եմ ոնց է նաև այդ բուժական աուրան։ 2007 թվականին Հայրազադ Ղազարյանը միացել է պրոֆեսոր Էդվինի խմբին եւ աշխատել Օսլոյի համալսարանական հիվանդանոցում։ 2014 թվականից աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում։ Հայրազադ Ղազարյանը 2014-ի սեպտեմբերի 2-ին Օսլոյում պարգևատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդի ոսկե մեդալով։ Այս պատվավոր պարգևը, որը տրվում է գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրում ունեցող երիտասարդ հետազոտողներին, Հայրազադ Ղազարյանին է հանձնվել Օսլոյի համալսարանում տեղի ունեցող ամենամյա մրցանակաբաշխության եւ թագավորական ոսկե մեդալի պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։ Գիտական էլեմենտը շատ կարևոր է, ավելի շուտ հայրից է եկել, հայրս ֆիզիկոս է, բայց միշտ ասել է, որ այդ կարևոր է բացի բուժմանը փորձեր այդ փորձը, որը մարը հավաքել է կիսեր ուրիշների հետ, որ միայն այդ հիվանդը չստանա պլյուս այդ թազա բուժման տեսակի, բայց նաև ուրիշ հիվանդանոցներն, ուրիշ երկրներն կարողանան նույն օգտագործեն։ Բժշկական կրթություն է ստացել նաև Հայրազադ Ղազարյանի քույրը Սերինեն։ Նա Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ է։ Երկար տարիներ աշխատել է Սնեգիրևի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հիվանդանոցում։ Այժմ աշխատում է Մոսկվայի ամերիկյան բժշկական կենտրոնում։